գալիս են մեր ծրագրերի մասին են խոսում, բոլոր ծրագրերը իրար նման են։ Եվ այստեղ դուք շատ ճիշտ բան եք ասել, որը սարերով է ամեն ինչը։ Որը սարերի դեմ պայքարելու համար պետական ծրագիր է։ Պետական միջոցներ են պետք, որ ոչ մեկը չկարողանա հորը սարով ասելով պրծնել։ Ես դրա համար ունեմ մի քանի առաջարկություններ, որոնք կփոխանցեմ ձեր թիմին, եւ եթե հնարավոր է, եւ եթե պետք է, այդ օգտագործեք։ Շնորհակալություն։ Նայեք, ինձ համար ամենից դժվարը խոստումներ տալն է, որովհետև ամեն անգամ մի բան ասելուց միշտ մտածում եմ բավական այսօր լիարժեք արամ, կատարեմ, թե ոչ։ Ուղղակի բնավորության հարց է, եւ այնինչ մենք խոստանանք այս թիմով, դուք իմացեք, որ հաստատ անելու ենք ավելի շատ։ Հաստատ անելու ենք ավելի շատ։ Հարգելի պարոն նախագահ, դուք գտնվում եք մի քաղաքում, որի համար ձեր աշխատանքային կենսագրությունը կարելի ասել սկսել եք նաև այստեղ ձեր ներդրումով։ Դուք էիք, որ բացեցիք առաջի այն մեծ կամուրջը, որը միացնում եք դեպի Արցախը լեննական տանող ճանապարհի մասին խոսքը այդ հսկա կամուրջը։ Ձեր օրոք եք տեղի ունեցել առաջի փախստականներին տրվող անվճար բնակարանները, որոնք 48 էին։ Նարեկ թաղամասի սեփականատերեր դարձան մեր փախստականները։ Դրա հարակից Կարի յուղի։ Ես գիտեմ, որ ձեր տեսակը չի սիրում երբեք ասեք այն արածը, որովհետև դուք չեք ուզում իջնել, հասնել այդ մակարդակին։ Բայց այս երկրում, ինչպես դուք եք ասում, լուն դավա է սարքում։ Մազը մի մեծ հսկա մի փոքր գործ անելու դեպքում ցույց են տալի, թե ինչ է իրենից ներկայացնում։ Պարոն նախագահ, երբ դուք ընտրվեցիք, նշանակվեցիք վարչապետ, հիշում եմ ձեր հարցազրույցներից մեկում, մութ ու խավար Հայաստանում դուք մի բան արտահայտեցիք։ Ինչպես հացն է ապրանք, ինչպես շաքարավազն է ապրանք, այնպես էլ լույսն է ապրանք։ Մենք հաշվիչները կհանենք, կգնենք դուրս եւ արդյունքում դուք ունենաք 24 ժամվա հոսանք։ Դա դուք եք ասել եւ արել։ Եկել է ժամանակը խոսելու, բարձրացային։ Ամեն ինչ պետք է արվի։ Այս քաղաքը այնպիսի մեծեր է տվել, որոնք սպասում են ձեզ, որովհետև ազգը կործանման եզերին է, հայրենիքը այնքան հասկացողություն չէ ինձ համար, ինչքան պետությունը։ Հայրենիք էր նաև Արևմտյան Հայաստանը, հայրենիք էր նաև Արցախը, որը որ 70 տարուց ավել ապրում էր Թուրքի ճշմարտ տակ։ Մենք չենք ուզում ունենալ հայրենիք, մենք ուզում ենք մեր պետությունը ապրի, գոյություն ունենա, հզորագույն, ամենաարժանագույն ձևով։ Սա է մեր նպատակը։ Համարձակություն, մենք հին ենք ինչպես հին բառից երբեք չենք վախենալու։ Երբեք մենք բիբլիական Արարատի նման հին ենք։ Ուրեմն ինչքան կարող ենք մեր խոսքը պետք է տուն հասցնենք։ Ամեն մի հայի տուն։ Գործել եւ մենք ձեր կողքին ենք։ Ոնց հիշեցիք 97 թվականը։ 97 թվականին էր երբ մի խայտարակ վիճակում էր մեր էներգետիկ ամբողջ համակարգը եւ այն ժամանակ ես ուղղակի հիշեցնեմ մարդկանց երիտասարդներ հատկապես չեն հիշում Երևանում ընդամենը 3 լուսավորված փողոց կար 3 եւ այն ժամանակ բենզինը վաճառում էին կանիստրներով եւ Երևանում ընդամենը 3 թե 4 բենզալիսկավորման կայան կար այդ էր 2 տարի հետո պատկերը լրիվ ուրիշ էր լրիվ եւ գնաց այլ կարգի զարգացում հիմա էլ կանենք սա կամքի հարց է Ողջունում եմ, շնորհակալ եմ